Սիրելի ավադագիցներ, գողջունենք ձեզ մեր փրկին Տեր Հիսուս Քրիստոսի պատվական անունով եւ այսօր ուրախությամբ գավեդենք ասելով Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի։ Ամեն։ Եսայա մարգարեության մեջ կգարտանք Վասնզի մեզի մանուկ մծնավ, մեզի որդի մդրվեցավ, եւ իշխանությունը անոր ուսին վրա պիտի ելլա, անոր անունը պիտի գոչվի սքանչելի խորհրդագից, հզոր Աստված, հավիտենականության հայր, խաղաղության իշխան։ Եկեք այս հավատքով եւ այս գիտակցությամբ շարունակենք փառաբանել Հիսուս մանուկը, գրավիրեմ մեր եկեղեցու խումբը, որովհետեւ առաջնորդեն պաշտամունքը, եւ գիտեք, ծնունդը ուրախության փառտալիք երևույթ մնե, բոլորս միասին մասնագից դառնանք պաշտամունքին եւ մեր ցայներով փառաբանենք եւ մեծարենք մեր Տեր մեր Աստվածը։ Բոլորս միասին մասնագից դառնանք երկեցողության։ Խոնարհինք Աստծո առջև աղոթելու։ Քո ապանությամբ եւ ցնծերկությամբ քո ներկայության մեջ ենք ով Հայր։
Հավաքված ենք քեզ փառաբանելու եւ օրհներգելու, հավաքված ենք տոնելու եւ շնորհակալություն հայտնելու քու մեծ սիրույթ համար, որ այնչափ սիրեցիր, որ աշխարհ եկար, ընկած, կորցված մեղքի մեջ մարդուն դեպի քեզ կանչելու, ներելու, քու զավակները դարձնելու։ Եվ շնորհակալ ենք, որ եկար, որպեսզի քու հոգիովդ մեր մեջ բնակվես, որ Հայր Աստված։ Շնորհակալ ենք, որ մեր մեջ ներկա ես, կշարունակես քու գործդ։ Շնորհակալ ենք, որ եկար թե մոտավորներուն եւ թե հեռավորներուն կանչելու ով Հայր Աստված։ Եվ շնորհակալ ենք, որ այսօրվան մեջ կհիշենք, թե ինչպես քու ծննդյան բարի լուրը մինչև աշխարհի հերու բնակող մարդոց հասավ ով Տեր։ Անոնք քեզ դիմավորեցին եւ վերադարձան քու ծննդյան բարի լուրը տարածելու։ Շնորհակալ ենք, որ մեր ազգը ճանցավ քեզի, ընդունեց քեզ եւ կշարունակե պաշտել ու հետևել քեզի ով Հայր։ Ով Հայր Աստված, շնորհակալ ենք, որ նաեւ մեր ազգին մեջ վերածնունդ եղավ ասկե 180 տարիներ առաջ քու ավետարանի լույսը դարձյալ տարածվեց եւ մեր ավետարանական եկեղեցին մեջ քու փառաբանությունը քու ավետարանի բարի լուրը սկսվեց տարածվել ով Հայր Աստված եւ շնորհակալ ենք, որ հավատարմաբար քու գործդ կշարունակես ով Հայր այսօր մինչ կհիշենք քու գալդ ցնծությամբ կերքենք ուրախությամբ կերքենք կհիշենք նաև անոնց, որ ցավի ու նեղության մեջ են ով Հայր Աստված։ Այսօր հատուկ կերպով կուզենք հիշել բոլոր անոնց, որ 1 տարի առաջ այս օրերուն մեջ կորսնցուցին իրենց տունը տեղը եւ նաև իրենց սիրելիներուն թանկագին կյանքով Հայր Աստված։ Կհիշենք իրենց եւ շնորհակալ ենք, որ քու ներկայությամբ մխիթարեցիր, զորացուցիր եւ նոր կյանքի նորից սկսելու ուժ ու կարողություն շնորհեցիր ով Հայր Աստված։ Այսօրվա պաշտամունքը իր բոլոր մասերով քեզի կվստահենք ով Հայր Աստված եւ կաղոթենք, որ մեզ բոլորիս, որ հոս ներկա ենք, երկերուն միջոցով, պատկամին միջոցով, աղոթներուն մեջ, բոլոր ծրագրին ընթացքին խոսիս, քաջալերես, զորացնես եւ մինչ այստեղը գցկենք մեզ հետ երթաս մեր տուրենուն մեջ, մեզ զորություն պարգևելու, քեզ հետ ապրելու, քու անվանը փառք բերելու մեր կյանքով եւ մեր խոսքով։ Եվ ով Հայր, կհիշենք անոնք, որ ցավի ու նեղության մեջ են այսօր, պարգևե, որ քու ներկայությունը իրենց նոր հույս շնորհե ով Հայր Աստված։ Իրենց նոր կյանք, նոր լույս եւ նոր տեսիլք տա, քեզմով, քեզի ապավինելով եւ քեզ վստահելով իրենց կյանքը շարունակելու։ Օրհնե այսօրվա պաշտամունքը, թող քու անունդ փառավորվի, քու անունդ մեծարվի եւ քու ժողովուրդդ նորոգված, քաջալերված, քեզի հետ իր տունը վերադառնա։ Քեզ համար ապրելու, իր կյանքովը քու անվանդ փառք բերելու։ Ամեն։ Հրամեցեք։ Լեռան գագաթին ամեն երիկուն հավաքվում էին ծառերը մատղաշ ու հառում հայացքն իրենց կաթոգին աստղալից երկնի անձիր եզերքին։ Երկինքն աստղալից հեքիաթ էր թվում, ուր հրաշքներ են լինում բազում,
Անմար աստղերի լույսը շողշողում, սրտերում նրանց երազ էր ծնում։ Ծառերից մեկը հանկարծ շշնջաց. «Երանի դառնա մի մեծ զարդատուփ, որ մարդիկ իրենց գանձերն անհամար իմ անծայրածիր սրտում ամբարեմ»։ Երկրորդը նայեց հոսող ջրերին, որ քչքչալով գլորվում էին ու հոսում դեպի օվկիանոս նազիր, իր երազանքը կամացուկ ասաց. «Թող դառնամ ես հզոր ու տոկուն»։ Որ նավարկեմ մեծ ծովերում երկրի, ալիքների մեջ անհաղթ սլանամ, տանելով ինձ հետ արքա թագուհի։ Երրորդը լուռ էր, հայացքը երկնին, երազանք չուներ մյուսների նման, միայն ուզում էր շատ շուտ մեծանալ, դառնալ բարձրուղեշ մի գեղեցկուհի, որ նայելով վեր իր սև գագաթին մարդիկ գնեին մեծն առաջին։ Տարիներ անցան, ցուրտ ու տաք օրեր, անձրև ու կարկուտ, արև, ձիածան, մինչև որ մի օր 3 փայտահատ կացինն ու սերին լեռը բարձրացան։ Առաջին ծառը տարան հյուսնի մոտ, երկրորդը որպես պինդ փայտանյութ վաճառեցին հմուտ նավագործին, երրորդն էլ դարձին սլացի գերան։ Առաջինը մսուր դարձավ շուտով, երկրորդը նավ, փոքր ու աննշան, երրորդը խաչ, ծանր ու դառնալի, ու մռայլվեցին սրտերը ծառերի։ Բայց ահա գիշերը Սուրբ Ծննդյան, երբ ծնվեց Փրկիչը ողջ մարդկության, մսուրը իր գիրկն առավ նորածնին, գազն ամենաթանկ փոքրիկ Հիսուսին։ Ու երբ ալեկոծ փոթորկոտ ծովում ահ ու սարսափ էր ամենքի սրտում, փոքրիկ նավակն այդժամ հասկացավ, որ ինքն իրական արքային է տանում։ Երրորդ ծառը, որ խաչ էր դարձել, ամրացվեց Գողգոթա բլրի գագաթին, բայց մահը պարտվեց լույսին հարության, և խաչը դարձավ նշան փրկության։ Շուտով 3 ծառերն էլ հասկացան մեծ խորհուրդ է, կամքը Արարչի, թեև ոչ միշտ է այն մեր երազանքների նման, բայց միշտ առավել զորեղ ու բարի։
I'll be reading from Romans chapter 15, verses 12 through 13. And again, Isaiah says, "The root of Jesse will spring up, one who will arise to rule over the nations. In him the Gentiles will hope. May the God of hope fill you with all joy and peace as you trust in him, so that you may overflow with hope by the power of the Holy Spirit." May God bless the reading of his word. Christos znav եւ հայտնեցավ. Christ is born and is revealed. Blessed is the revelation of Christ. Փորձենք ասի նորը մի անգամ ալանքներնով. Christ is born and revealed. Blessed is the revelation of Christ. Amen. Գիտեմ հայերենով վարժվեր ենք ասիսը, but it's good to also say it in English. You probably have seen the flyer and you've probably noticed that the theme of our service today is Christ, our hope. Now, Christ is a lot of things to us. Christ is our salvation. Christ is our peace. But we decided to make the theme today on hope. And why hope? Because we live in a world that has come to a point where hope is almost desperate, despair, fear for the uncertain, for what is to come. If you and I were to ask someone who doesn't know Christ, where would you be? Where would you go when you die? I have asked that questions many different religious people, non-Christians, even sometimes Christians. And I can see the face sometimes just not really firm or sure about their life, their salvation. And so today we celebrate the birth of Christ. We celebrated on the 25th, but we Armenians celebrated on the 6th as well. It's a blessing to do it twice, but I would say we celebrate it every single day of our lives. Amen? When we speak about hope, what is it that you hope for in life? Good health, a good job, a good career, a good husband, a good wife, good children who would obey. You hope for all these things, right? There's a lot of things we hope for, and those are all good things. We should be hoping for them, that they would be good, that we would live long and healthy. And that's God's will. But it is most important that we ask the question, are you hoping or are you trusting that Christ has saved you if you have accepted him as Lord and Savior? And are you sure if today Christ was to return, you have no doubt, no fear that you belong to him and that he will take you home where we all will live with him all eternity? I hope that's the kind of hope that you live by, unshakable and trustworthy. You know, Isaiah, earlier my brother Nico shared the message, and we can see from that scripture back 700 years that Paul quoted that verse and spoke about the coming of the Messiah. When Jesus came, I want to read to you from Matthew. Here's what he said. Blessed are you. He's speaking of his disciples, and I would say he's saying that to us today. Blessed are you because of your eyes, what they see, and your ears because what they hear. Because a lot of people for centuries hoped for the Messiah to show up. They were praying and waiting and waiting. Ultimately, Christ did show up. And he says, for truly I tell you, many prophets and righteous people longed
to see what you see but did not see, and hear what you hear but did not hear. Jesus saying, you are blessed because you were born at a time when Christ has already come. And we now can hope in the life eternal that He provides and grants to all those who put their trust in Him. Amen? The simple definition of hope, I just looked at it online. It's very simple. A feeling of expectation and a desire for a certain thing to happen. I said, this is not, didn't satisfy me enough. So I looked at what the Bible speaks of what hope is, and this is what I kind of collected what it comes to. It says hope with a biblical perspective, confident, steadfast expectation of good things from God, rooted in His faithfulness and promises, not mere wishful thinking or optimism. It's a firm trust in your God, in your Savior. Amen? Without any doubts. That's the kind of hope we live by. I want to just quickly read back again and reiterate on the passage that my brother read here. When Paul says, and he quotes, like I said, from Isaiah chapter 11, he says, Isaiah says, the root of Jesse, that's King David's father, the root of Jesse will spring up, one who will arise to rule over the nations. In him, the Gentiles will hope. You and I are the Gentiles, and we have put our hope in him. And then in verse 13, he says, may the God of hope fill you with all joy and peace as you trust in him, so that you may abound with hope by the power of the Holy Spirit. I looked at the word abound in this passage in the Greek. You know what it says in the Greek? It's a little more richer than what the English is. In the Greek, the word you will abound in hope, Paul is saying you will be running and overflowing, transcending all boundaries with this hope. Meaning nothing will shake this hope that Christ has brought for you, because it overflows every day in our lives. That's the kind of hope Christ brings. Somebody said, hope grounded firmly in God provides the inspiration and the motivation to live the Christian life, even in the face of difficulty and suffering. Unshakable hope. And then, of course, the writer of Hebrews tells us, let us hold firmly to the hope we profess, for he who promised is faithful. When God promises something, our hope can anchor on him because he is faithful to do that which he promises. That is why we can rely, we can trust and hope in Christ with all of our lives. Amen? Romans 8 says, in this hope we were saved, but hope that is seen is no hope at all. Who hopes for what they already have? But if we hope for what we do not have yet, we wait for it patiently. We are all waiting for the hope of the return of Christ so that we may live with him forever. But it says, wait patiently. The Lord will make his promise come true sooner than later. And Christ is coming soon. And that hope which we hope for in Christ, the eternal life, will come true and become a reality very soon. Billy Graham said this, perhaps the greatest psychological, spiritual, and medical need that all people have is the need for hope. I know we're going to hear the word hope so much today that it's going to come in our dreams probably tonight. But it's okay, let it be grounded today that we really hope. It's not a false hope. It's a real hope in Christ that we live by. I want to finish it with this story. And if nothing else you can remember today, I hope you can remember Roy Peterson's story. There are a lot of stories where people who were hopeless and Christ showed up
right when they were ready to end their lives. And I want to share this with you. So Roy was 19 years old. He was in Mexico, and he was convicted and sentenced 5 years in Mexican prison because of felonies he had, drug charges. In the prison while he was there in Mexico, he felt hopeless, and he really pretty much thought he had no more life. And I quote, he says, "I was full of fear, and I recognized that I had made choices that led me into a desperate situation surrounded with criminals." He was scared being in the prison around criminals. He continues, he says, "I'm sitting in this prison, and on a Sunday morning in the fall of 1973, these Jesus people came into the prison with long hair, with their guitars and Spanish Bibles. They came from California into Ensenada, Mexico, to minister to prisoners like me. They were surprised to find me there, an American. They didn't have an English Bible because they thought they were all Mexican there. So they promised him, we're going to come back and visit you again, and we're going to bring an English Bible. So they do. Now, this church was Pastor Chuck Smith's church. You probably all know Chuck Smith. He is the one that sent this group to witness to these prisoners in Mexico, in Ensenada. Anyway, so they go back and they bring a Bible. So he reads the Bible, and eventually he starts to put his hope and trust of a new light that he's seeing in Christ. Eventually he gets out of prison, and he ends up, him and all these prisoners who come out of the prison, they end up going to Chuck Smith's church, and they accept Christ, and they become Christian. And what's interesting about this man is he was hopeless. He had thought he had no hope, but he finds Christ. But he also becomes the president of Wycliffe Bible Translators. He's the president. And he has now helped thousands, if not millions, of people himself. This is a man that had no hope in prison. The reason I share this as I close with you is, if you have received this living hope in your life, great. But I want us to go beyond just receiving. Just like Chuck Smith and his team did their part to extend that hope to people who felt hopeless, and just like Roy, who received that grace and hope, he extended it to the people who needed the hope that are living in the dark. I pray that you and I take this living hope as we have the breath of life and the breath of God, and we go and share it in such a way that God would be glorified with what we have received freely, we give freely. Amen. God bless you all. Բարի երեկո։ Ուրախ եմ, որ այսօր մեներկոմը պիտի մասնակցի մաս գեղեցիկ ծրագրին Աստծո բարգուտամանոր համար, եւ այսօրվա երգը գսե արդյոք գիտեիր Մարիամ։ Գիտեիր մանչուգը դորմը բիտքալե ձովուն վրա Մարիամ գիտեիր մանչուգը դորմը բիտ բրգեշատ սերուններ գիտեիր մանչուգը եկավ քեզ նորոգելու Այս մանչը զոր թունձնար Շուտով իծնի քեզ Մարիամ գիտեիր մանչուգը դորմը Լույս բիդագույր մարդուն Մարիամ գիտեիր
Manchuga dorme bit saste potoriga kideir Manchuga kalet restagneru yerte Devor zin kampuine love Ampura tiegar zasvat Mariam kidi Mariam kidi Uyre bitesne Kundanse Meryam nerbit abri Gagabit kale Amranan yerke İparas kanugi Maryam kidir Maryam kidir Manchuga derne Hamainki ezerkin Maryam kidir Manchuga dorme Asker bidi tade kidir Manchuga yegri Gadaryan karne Kınatsa mançı kır gitmet Zor der Yesem Maryam Բարի երեգո բոլորիդ Քրիստոս զնավ եւ հայտնեցավ ցեզի մեզի մեծ ավետիս մեր հայտարարությունները բիդնեմ ասպահուս our announcements are Այս եկող շաբթվա վերջը արդեն Camp Արևը իր զրակիրները գսկսի գխնդրեմ իմիդ ունենաք եւ ծեր զավակները արցանակրեք at Camp Arev's website եւ ոչ թե միայն մեր զավակները արցանակրենք հաբա նույն ադենը Camp Arev անոնք որոնք կսիրեն ծառայել դերոջ եւ գփափակել իրենք ալ staff լալ եւ leadership-ին մեջ լալ գրնան իրենք ալ նույնիսկ արցանակրվին եւ ադիգա գրնան ընել website-ին վրան որպես հայ ավդարնական համայնք 180-րդ ամյակը բիդի դոնենք եւ դեղի բինա United Armenian Congregational եկեղեցի մեջ հունվար 25 կիրակի օրով ժամը 6-ին գխնդրեմ ադիալ իմիդ ունենաք եւ ադորվա փանախոսը բիլա վերաբադվելի դոկտոր Փոլ Հայդոսյան երկու ծրագիրներ կան որ գուզեմ ծեր ուշադրությանը ներկայացնել մեկ հատը երեքշաբթի հունվար 20-ին երեգոյան ժամը 6-ին որ Glendale Public Library-ի մեջ դեղի բյունենա եւ անիալ Armenian Studies Program California State University Northridge sponsor գնե եւ the Armenian Diaspora Research Center Haigazyan University Lebanon եւ ադորվա ապանախոսը բիլա վերաբադվելի դոկտոր Փոլ Հայդոսյանը եւ նմանապես ուրիշ ծրագիրը որ նույն խումբերը կներկայացնեն եւ պիտի լա 5 շաբթի հունվար 22 երեգոյան ժամը 6-ին Armenian Society of Los Angeles երրորդ հարգապաժինի մեջ այս դերգությունները կրնանք եկեղեցին մուտքին գտնալ անանք որ թող դերը օրտնե բոլոր ծրագիրները աղոթող ըլլանք շատ լավ հիմա մեր նիվերա հավաքը բիդնենք եւ այսօրվա հասույթը բիդի երթա Հայգազյան համասարանին անանք որ
Սիրելիներ, մենք գիտենք, որ Տերը իր լավագույնը տվավ մեզի մեր Փրկիչը Տեր Հիսուս Քրիստոսը։ Ուրեմն մենք առ մեր լավագույնը ծնծությամբ ուրախությամբ տանք Տերոջը փառքին համար։ Շատ լավ աղոթենք let us pray. Երկնավոր Հայր, անգամ եւս փառք ու տանք քեզի այսօրվա համար շնորհակալ ենք Տեր Աստված, որ ցուն եկար եւ ինչպես հրճագվեցավ ցուն եկար, որբեսի քու ժողովուրդը փրկես իրենց մեղքերեն։ Շնորհակալ ենք Երկնավոր Հայր, որ ցուն քու միածինը չխնայեցիր դվիր, որբեսի այն կա եւ իր կյանքը դալով մեզի պես մեղավորներ փրկե։ Փառքը բադիվը քու սուրբ անվանլա այսօրվա հայսուտը ինչ որ նվիրատություն բիլադեր թունոկնես համասարանը եւ ինչ որ գնեն իրենք բոլորը դեր քու փառքիդ համար ըրած ըլանք այս բոլորը գաղութենք մեր բադվական Տեր Հիսուս Քրիստոսի անունով ամեն Բիդի գարտամ ավետարան ըստ Ղուկասու առաջին գլուխ 78 եւ 79-րդ համարները։ Մեր Աստուծույն գտած ողորմությանը համար, որով ցակող արեքագը վերեն մեզի այցելության եկավ, խավարի եւ մահվան ստվերի մեջ նստողներուն լույս տալու, ու մեր ոտքերը խաղաղության ջամփուն մեջ շտկելու։ Տերը օրհնե իր սուրբ խոսքի ընթերցումը։ Ամեն։ Սիրելի քույրեր եւ եղբայրներ, ողջունում եմ ձեզ մեր Փրկչի Տեր Հիսուս Քրիստոսի անունով եւ մաղթում, որ մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան այս բարի ավետիսը, նրա հայտնությունը եւ ներկայությունը մեր կյանքերում եւ ընտանիքներում հոգեվոր նորոգության, բժշկության, խաղաղության առիթ դառնան եւ նաեւ Տիրոջ սիրո առատության եւ ճշմարիտ երջանկության։ Տերը օրհնի բոլորիդ։ Ինչպես եղբայրս արդեն ընթերցեց, մի մեծ ճշմարտություն է Զաքարիան Հովանես Մկրտչի հայրը հայտնում այնինչ արդեն Եսայի մարգարեն 750 տարիներ առաջ մարգարեացավ եւ ասում է, որ առաջինը, որ Աստված
մարդկանց իր գթասրտությունն ու ողորմածությունը պիտի ցուցաբերի։ Եվ արևակալը պիտի այցելի ու լուսավորի այս չար եւ մեղքերով լի աշխարհում գտնվող մարդկանց, որոնք մահվան են դատապարտված։ Եվ երկրորդը ասում է, որ Տերը ամեն իրեն հավատացողի պիտի իր փրկությունը եւ խաղաղությունը պարգևի։ Սրանք երկու մեծ ճշմարտություններ են, բայց ինչն է հետաքրքիր, որ մարգարեության մեջ Տեր Հիսուս Քրիստոս արևակալի է նմանեցվում, արևի, փայլող, ծագող արևի, որ լուսավորում եւ առաջնորդում է մարդկանց։ Հովանու առաջի գլխում 6-ից 8 համարներում ասում է. մի մարդ կար Աստծուց ուղարկված, որի անունը Հովանես էր։ Նա վկայության համար եկավ, որ լույսի մասին մեզ վկայի, որպեսզի բոլորը նրան հավատան։ Հովանես խոսում էր Տեր Հիսուս Քրիստոսի մասին, ով արդեն գալիս էր, մոտենում էր այնտեղ, որտեղ ինքը մկրտություն էր անում։ Աստված ընտրեց եւ ուղարկեց Հովանեսին, որ մարդկանց լույսի, մեր Տեր Հիսուս Քրիստոսի մասին վկայի, նրա խոսքով լուսավորի։ Հետաքրքիրն այն է, երբ որ ուշադրություն ենք դարձնում մեր հայերիս քրիստոնեությանը մուտք գործելուն մեր ազգի մեջ, մենք տեսնում ենք մեր նախահորը Գրիգոր Լուսավորչին, ով նաև նույնպես ընտրվեց Աստծո կողմից, կանչվեց, Քրիստոսով լուսավորվեց, որպեսզի լույսի մասին վկայի։ Հետաքրքիր է, երբ որ ուշադրություն ենք դարձնում Գրիգոր Լուսավորչին, մեր եկեղեցիների պես չէր, մեզ պես չէր նա մտածում։ Նա ոչ միայն մեր ազգի մեջ Քրիստոսով լուսավորեց, այլ շրջակա ազգերի մեջ։ Չէ՞ որ սա է Աստծո նպատակը։ Աստված մեզ կանչել է, որ մենք մեր նախահոր Գրիգորի օրինակին վերցնենք, օրինակին հետևենք, եւ մեր ազգի մեջ, եւ մեր շուրջը եղող բոլոր ազգերի մեջ Քրիստոսով լուսավորենք, Քրիստոսի ավետարանով լուսավորենք։ Երկրորդ Կորինթացիս 4-րդ գլխում 6 համարում Պողոս առաքյալն ասում է. Աստված, որ ասաց խավարի մեջ լույս ծագի, նա ինքը ծագեց մեր սրտերում, Աստծո խոսքի, Աստծո փառքի իմացության լույսը, որ ճառագայթում է Հիսուս Քրիստոսից։ Ոչ Հովանեսը, ոչ մեր նախահար Գրիգորը լույսը չէին, նրանք եկել էին լույսի մասին վկայելու։ Հովանու առաջի գլխում 9-ից 12 համարներում ասում է, նա է ճշմարիտ լույսը, որ լուսավորում է ամեն մարդու, որ աշխարհ է գալիս։ Նա աշխարհի մեջ էր, եւ աշխարհը նրանով եղավ, սակայն աշխարհը չճանաչեց նրան։ Յուրայիններին եկավ, եւ յուրայինները նրան չընդունեցին, բայց ովքեր իրեն ընդունեցին, նրանց նա Աստծո որդիներ դառնալու զորություն տվեց։ Հիսուս Քրիստոս Աստծո փառքի լույսն է, որ լուսավորում է խավար աշխարհը, խավար աշխարհում գտնվող ամեն մի մարդու, բայց ցավոք, ոչ միայն անհավատները, այլ ասում է Աստծո ընտրյալ ժողովուրդը չընդունեց նրան։ Սա համեմատական է դրվում նաև այսօրվա հետ։ Արդյոք այսօր Աստծո ընտրյալ ժողովուրդը ապրում է այնպես, ինչպես ընդունած լինի Քրիստոսին։ Սա հարց է ուղղված ամեն մեկիս։ Երկրորդ Կորինթացիս 4-րդ գլխում 3-ից 4 համարներում Պողոս առաքյալն ասում է. Ավետարանը ծածկված է կորստյան մատնվածների համար, որոնց մեջ այս դարի Աստվածը կուրացրեց չհավատացողների մտքերը, որպեսզի Քրիստոսի փառավոր ավետարանի լույսը չծագի նրանց վրա։ Քրիստոսի, որ պատկերն է աներևույթ Աստծո։ Ասում է սատանան կուրացնում է մարդուն, որպեսզի նրա վրա Քրիստոսի լույսը չծագի։ Ինչով է կուրացնում։ Այս աշխարհի կեղծ փառքով, հարստությամբ եւ շեղում է մարդկանց, տանելով դեպի անօրենություն եւ մեղքը տեղ գտնելով մարդու կյանքում։ Պատնեշ է դառնում, որպեսզի Քրիստոսի լույսը ծագի նրա վրա։ Նաեւ ամոթ է առաջացնում, որպեսզի մարդը խուսափի Աստծո լույսին գալու եւ Աստծո հետ ապրելու։
Հովանու 3-րդ գլխում 19-21 համարում Տեր Հիսուսն ասում է. Լույս աշխարհն եկավ եւ մարդիկ խավարը լույսից ավելի սիրեցին, որովհետեւ իրենց գործերը չար էին։ Քանի որ ամեն մեկը, որ չար է գործում, ատում է լույսը, եւ լույսի մոտ չի գալիս, որ իր արարքները չհանդիմանվեն, իսկ ով ճշմարտությունն է անում, լույսին է գալիս, որպեսզի իր արարքները հայտնվեն, թե դրանք Աստծով են կատարվում։ Ասում է, ով չի գալիս Քրիստոսի լույսին, կամ հոգեպես կույր է, կամ մեղքը ավելի է սիրում։ Իսկ նրանք, որ գալիս են Քրիստոսի լույսի, այդ լույսի մեջ են կենում, եւ ոչ միայն այդ լույսի մեջ են կենում, այլ Քրիստոսի ավետարանի լույսով են ապրում եւ առաջնորդվում։ Առաջի Հովանու, առաջի գլուխ 5-7 համարներում առաքյալն ասում է. Սա է այն պատգամը, որ իրենից լսեցինք եւ ձեզ ենք պատմում, թե Աստված լույս է, ու նրա մեջ ամենևին խավար չկա։ Եթե ասենք, որ նրա հետ հաղորդություն ունենք, բայց խավարի մեջ քայլենք, ստում ենք եւ ճշմարտություն չենք գործադրում։ Իսկ եթե լույսի մեջ ենք քայլում, ինչպես որ նա է լույսի մեջ, նրա հետ ճշմարտապես հաղորդություն ենք ունենում։ Ամեն, ամեն։ Տեր Հիսուսն ասում է, ես եմ աշխարհի լույսը։ Ով ինձ հետևի, խավարի մեջ չպիտի քայլի։ Ով ինձ հետևի, անօրենություն չպիտի գործի։ Սա է Տեր Հիսուս Քրիստոս իր հետևորդներին ասում։ Այլ կյանքի լույսը պիտի ունենա։ Բացի այս մեծ եւ փառահեղ ճշմարտությունը Տեր Հիսուս Քրիստոս ուրիշ եւս մեծ եւ փառահեղ ճշմարտություն է մեզ հայտնում։ Եվ մեր առաքելությունն է մեզ մատնանշում։ Ասում է. դուք եք աշխարհի լույսը։ Լեռան վրա շինված քաղաքը չի կարող թաքնվել։ Ոչ էլ ճրագը կվառեն եւ կաթսայի տակ կդնեն, այլ աշտանակի վրա, որ լույս տա բոլոր նրանց, ովքեր տան մեջ են։ Թող ձեր լույսը այնպես փայլի մարդկանց առջև, որ տեսնեն ձեր բարի գործերը եւ փառավորեն ձեր հորը, որ երկնքում է։ Մեր նախահայր Գրիգորը, լուսավորիչը, Քրիստոսի ավետարանը ընդունելուց հետո, հավատալուց հետո, Տեր Հիսուս Քրիստոսին ընդունելուց հետո, Քրիստոսով լուսավորվեց։ Եվ ինչն է հետաքրքիր, երբ որ ուշադրություն ենք դարձնում Գրիգոր լուսավորչի կյանքին, անգամ խորը վիրապը չկարողացավ նրա լույսը հանգցնել, նրա լուսավորելու առաքելությունը խափանել։ Տարիներ մնաց խոր վիրապում, բայց ի վերջո այդ լույսը նա կարողացավ Աստծո շնորհքով եւ հրաշքով դուրս բերել, իր կյանքով Տիրոջ լույսը լինել եւ Տիրոջ ավետարանի լույսը մեր ազգի եւ մեր ժողովրդի մեջ տարածել։ Եվ հայ ազգը, եթե ուշադրություն ենք դարձնում մեր հայ պատմությանը, եկեղեցու պատմությանը, բոլոր ազգերով լի էր մեր եկեղեցին, մինչև 6-րդ դարը, բազմազգ էր մեր եկեղեցին։ Եվ Գրիգոր լուսավորիչ իր առաքելությունը մեծապես կատարեց եւ նրա նաեւ աշակերտները այդ գործը փառահեղ ձևով շարունակեցին։ Տեր Հիսուս Քրիստոսի ավետարանը տարածելու։ Գործք առաքելոց 3-13-րդ գլխում 47 համարներում Պողոս առաքյալը հավատացյալներին ասում է. Տերը պատվիրեց մեզ ասելով. Քեզ հեթանոսների մեջ որպես լույս դրեցի, որ դու փրկություն լինես մինչև երկրի ծայրերը։ Աստված հայ ազգին ընտրեց, Քրիստոսով լուսավորեց, դեպի իրեն դարձրեց եւ կանչեց, որպեսզի իրականացնենք այն առաքելությունը, որ ի սկզբանե իր ժողովրդին, հրյա ազգին էր ընտրել եւ տվել։ Նրանք խափանեցին Աստծո գործը, աննազանդ եղան, ուստի մենք հայերս չլինի թե հետևենք նրանց օրինակին, այլ ընդհակառակը նորոգվենք Գրիգոր լուսավորչի հավատքով, շարունակելու իր առաքելությունը Քրիստոսով եւ Քրիստոսի ավետարանով լուսավորելու մեր շուրջը եւ մեր շրջակա բոլոր ազգերը։ Ուստի չմոռանանք, որ Աստված մեզ դրեց Հայաստանը, մեր ժողովրդին, աշխարհը կապող խաչմերուկին եւ ամենաբարձր լեռին, Արարատ լեռին,
որտեղով որ անցնող ժողովուրդները պիտի լսեին ավետարանը, որտեղ ամենաբարձր դիրքներ պիտի տեսնեին Քրիստոսի լույսը, թող Աստծո այս կանչը, թող Աստծո այս կոչումը մեր ազգի մեջ ավելի զորանա, թող մեր եկեղեցին առաքելական, կաթողիկե եւ ավետարանական ել ավելի Քրիստոսով նորոգվի այս տարի, ել ավելի Քրիստոսի լույսը տարածելու եւ ավետարանի փառքը տարածելու մեր ժողովրդի մեջ եւ օտար ազգերում։ Ուստի սիրելի քույրս եւ եղբայրս, թող այս նոր տարին Տերը մեր հավատքը նորոգի, մեզ հոգեորապես զորացնի, արթնացնի, քանզի մեր ժողովուրդը մեր կարիքն ունի։ Թող Տերը քո կյանքդ օգտագործի քո սիրելիներին, քո շրջակա միջավայրում քո ընկերներին, օտար ազգերի մեջ քեզ լույս դարձնի իր անվան փառքի համար եւ շատերի փրկության։ Տերը օրհնի ձեզ։ Կոչվեցվի Սուսյանալի, եկավ երկիր սորվեցնելու, և իր հորդան կատարելու, ահա ծնվեց լույսն աշխարհի, և կոչվեցի Սուսյանալի, եկավ երկիր սորվեցնելու, և իր հորդան կատարելու,
Սիրելի հավատացիներ, համեցեք նստեցեք։ Երբ մութ սենյակ մտնես, գբայքարիս մթության հետ, թե ինքնաբերաբար գերտաս եւ լույսը գմիացնես, հոսանքը գմիացնես։ Այլ խոսքով լույսը չի բայկարիր մթության հետ։ Լույսը գլուսավոր է եւ գանհետացնե խավար։ Վստահ եմ յուրաքանչյուր անձ մեր սրդին մեկանգյունը, մեր մտքին, մեր հոգին մեկանգյունը մութ ձածուկ դեղ մգա, փան մգա, որ միայն Աստված գիտե եւ անձը գիտե, որովհետեւ սրդերը քնողը Աստված ինքն է։ Քրիստոս ծնավ որպես լույս։ Եվ գսե ես եմ աշխարհի լույսը։ Ոչ թե միայն 2000 տարի առաջ, այսօր եւս։ Ես եմ աշխարհի լույսը։ Սիրելի քույր եղբայր եւ բոլոր անոնք, որոնք հետևին մեզի համացանցի միջոցով։ Մթության հետ մի բայկարիր։ Մի սերթե մութ դերմը չգա իմ կյանքիս մեջ։ Այնքան ադեմ, որ ստեղծված ենք, ունենք զարհապերնված վիճակներ, ունենք մութ ձածուկ անգյուններ, ժամանակն է ըսես Քրիստոսի ով դեր Հիսուս եկուր լուսավոր է։ Եկուր լուսավոր է, որպեսի ավելի թեթև ցածր լամ եւ լույսով առաջնորդվի։ Պիտի երգենք հատուկ երգը, ծննդյան հատուկ երգը, լուրջ գիշեր, սուրբ գիշեր եւ մինչ այդ պիտի բաժնեն մոմեր, անոնք որոնք չունին ասոնց չի հասնիլ իրենց գնաք ձեր սելֆոններու լույսերը միացնել եւ կանչադենք ամբողջ ելեկցականությունը, այսինքն լույսերը, բարձրապես որ դեռ այս մթության մեջ անձնակնությամբ այսօր մոդենանք Հիսուս մանուկին արջև, որպես խաղաղության իշխան, որպես լույս աշխարհի, որպես լույս մեր ընտանիքներուն, որպես լույս մեր ժողովրդին, մեր ազգին, մեր հայրենիքին։ Քրիստոսի լույսը միակ լույսն է, որ կառաջնորդի մեզ հաղթական կյանքի։ Այս հավատքով եւ այս գիտակցությամբ պատրաստվենք Silent Night, Holy Night երգելու։ Yeah.
Օրհնության աղոթքի համար պիտի խնդրեմ հովիվ եղբայրներ, որ հոս միանան ինձ հետ փեմ։ Եվ ինք խաղաղության Աստվածը ձեզ բոլորովին սուրբն է։ Ու ձեր հոգին, մարմինն ու շունչը անարատ պահվին, մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուադենը։ Ու հիմա մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հոր Աստուծո սերը, Սուրբ Հոգվույն հաղորդությունը, առաջնորդությունը, պաշտպանությունը եւ հատկապես լուսավորությունը ձեր բոլորին, ձեր ընտանիքներուն, ձեր հարազատներուն հետ լա։ Կացեք խաղաղությամբ ամենակալն Աստված Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի բահե եւ պաշտպանե ձեզ հիմա եւ միշտ հավիտյանս ամեն։ Սելիներ բոլոր տալ հրավիրված